Աստծու բարին բոլորիս, բոլորին, ամբողջ աշխարհին, բոլոր ազգերին խաղաղություն, համբերություն, ինքնազսպում, ինքնակատարելագործում, այս ոգեշնչող բառերի մեջ պետք է մենք փնտրենք ճշմարտությունը եւ ապրելաձևը, ոչ թե այն ծրագրերի, որ հերոստալիքներով տալիս են եւ մեր կյանքը ամբողջովին փոխվում է։ Որովհետեւ շատ անգամ եմ ասել, որ եթե մենք սնվում ենք and հատապտուղներով, բանջարեղեններով, վերջապես ուտելիքներով, մեր մարմինն է ստանում իր սնունդը, բայց մեր զգացմունքները ինչ որ ստանում են, երաժշտություն, գույներ, հոտեր եւ այլն, դրանք բոլորը մեր զգայական սնունդն են։ Մեր մտավոր սնունդն էլ կարիք ունի, որ սնվի, մեր միտքը զարգանա, մեր հոգևորը, որ Աստծո խոսքն է, կարևոր չի ով է տրվել, որտեղից է տրված, ում միջոցով է տրված, բայց այդ բոլոր սնունդները, երբ որ ներդաշնակ չեն, մարդը միակողմանի է զարգանում, չի կարողանում իրեն զսպի։ Դրա համար ես ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, թե որ սնունդի վրա եք կենտրոնացած։ Միայն այն սնունդի, որ մենք ուտում ենք, թե նաև զգում ենք, մտածում ենք, գիտակցությունը ընդարձակվում է եւ այլն, եւ հոգեվորը։ Շատ կարևոր է այդ առաջինը, հոգևորը, որովհետև մեր հոգին չի մեռնում, մեր մարմինն է մեռնում, մենք ավելի շատ կենտրոնանում ենք դրա վրա։ Այս մասին շատ անգամ եմ խոսել, չեմ ուզում այսօր երկար խոսեմ, միայն ուզում եմ ձեզ տրամադրեմ, որ երբ որ ընտրություններ են սկսում նախընտրական բոլոր այդ իրարից բաժանված խմբերը ուժեղ լարվածություն են ստեղծում ամբողջ Հայաստանի վրա եւ այդ լարվածությունը տարածվում է հարևան երկրների, որովհետեւ շատ անգամ այդ մասին էլ եմ խոսել, որ մարդու միտքը չի մնում միայն իր մեջ։ Տարածվում է իր շուրջը, աուրայի, ճառագման միջոցով եւ այլն, հոգեկան էներգիայի։ Հիմա այսօրվա նյութը ես ուզում եմ կապեմ Իգիլիկյան Հուսիկը մի փոքր նյութ էր դրել, որ առաջներում մարդը ինչքան պարզ, ինչքան մաքուր էր ապրում իր հարաբերություններով, հաղորդակցություններով, իր մտքերով, բարեկամություններով, ընկերություններով, այսօր դրանք ոչ մեկը չկա, կարծես թե մարդը իր մատով իր աչքն է հանում, տեխնիկայի իմաստով, տեխնիկան պետք է զարգացնել զուգահեռաբար չվնասելով հոգևոր զարգացմանը։ Այսինքն ոչ թե հոգևորը պետք է ենթարկվի տեխնիկայի զարգացմանը, այլ տեխնիկան պետք է ենթարկվի հոգևոր զարգացմանը։ Այդ ձևով արդեն մեր կյանքը կգեղեցկանա, կբարելավվի եւ հոգևոր արժեքները կբարձրանան ավելի։ Շատ գուցե կծկտուր արտահայտվեցի այն կարևոր միտքի մասին, որ մարդը չպետք է ընկնի տեխնոկրատիայի հետևից, կարճ ասած։ Դա պետք է ծառայի իր հոգևոր աճին, հոգևոր զարգացմանը, էվոլյուցիային։ Եթե դա չի արվում, ամեն ինչը մարդու դեմ է գալիս, դեմ է աշխատում, որ խանգարի նրա հոգևոր էվոլյուցիան։ Հիմնականում այդ փոքր կարճ ինչ են ասում, ռոլիկներ են ասում, վիդեո ռոլիկներ, մի խոսքով շատ հետաքրքիր էր, որ կյանքի տարբեր երևույթների մեջ ցույց է տալիս, որ մարդը հիմա պետք է ավելի շատ ժամանակ ունենա, որովհետև այն ինչ որ ինքը անում էր ձեռքով,
Հիմա տեխնիկան անում է, իրեն մնում է, որ կյանքը վայելի, բայց վայելի ոչ թե ուտել խմելով, ոչ թե անընդհատ ֆիլմեր նայելով, երաժշտություններ լսելով, այլ բնության հետ կապնվի։ Այդ մաքուր բնության էներգիայով իրար հետ հաղորդակցվեն, գիտակցությունը ընդարձակեն։ Սա պետք է լինի մարդու հիմնական աշխատանքը, երբ որ իր ֆիզիկական ուժի փոխարեն տեխնիկան կատարում է դա, մնում է, որ մենք նայենք մեր ներսը ինչքան անցյալում կուտակած մեղքեր ունենք, որ ազատվենք դրանից, այսինքն մենք ունենք ավելի շատ ժամանակ հոգևոր աճի համար, բայց մենք դա ծախսում ենք ավելի ունենալու, ավելի շատ տեղեր գնալու, ծախսեր անելու, հետո այդ ծախսերը վերականգնելու։ Այսինքն չարաշահելու մեր առողջությունը եւ հետո շատ ժամանակ կորցնելու եւ միջոցներ, որպեսզի այդ առողջությունը վերականգնենք, բայց էլ չի լինի։ Առողջությունը վերականգնվում է այն ժամանակ, երբ որ մենք հոգեկան էներգիայի կորուստներ չենք ունենում։ Հիմա պատմական էքսկուրս կատարենք միասին։ Հին ժամանակներում ընտանիքը, հարևանները, բարեկամները նստում էին կրակի շուրջը եւ ամենատարիքավը, որը ավելի փորձ ուներ կյանքի, ցածր մակարդակի կյանքի, այսինքն ինչպես պետք է խոտը հնձեն, ինչպես պետք է այն գերանդուն մանգաղը սրեն, սղոցը սրեն, սա փորձ է։ Խոտը հնձելուց հետո ինչպես պետք է փոքր բլուրներ հավաքեն խոտի, դեզ էին ասում։ Անասունին երբ պետք է ջուրը տալ, ինչքան պետք է կերակրել, երբ պետք է դուրս անել գոմից տանել դաշտերը, երբ պետք է մի խոսքով կյանքի իմաստությունը այն ժամանակա ապրելակերպի մակարդակի իմաստությունը այդ մարդը փոխանցում էր։ Դրա համար մեծը հարգվում էր, ծնողը հարգվում էր, որովհետև նա փորձառու էր։ Նրանից սովորելու բան ունեինք։ Իսկ հիմա մեծից միայն հայհոյանք ես լսում։ Դժգոհություն, բողոք, անհանգստություն, հուսահատություն, ծխախոտի վրա ծախսեր անելու, երեխայի դասագիրքը չի կարում առնի, գցում է կնոջ վրա, դու այդ հարցերով զբաղվի, բայց ինքը ծխելով, խմելով է ապրում։ 10-ից 9 այդ մակարդակի վրա են։ Դրա համար էլ մեր շուրջը գեղեցիկ ներդաշնակ մթնոլորտ չի ստեղծվում։ Կրակի շուրջը փաստորեն մեծը հարգվում էր իր փորձով, իր խորհուրդներով, եւ բոլորը լսում էին նրա ասածը, նրա խորհուրդները, նրա ասածները, որ տեսնում էին հեռվից կամ անունը լսում էին, դեմքները փոխվում էր։ Հետո ռադիոն եկավ։ Բոլորը սկսեցին նայել ոչ թե մեծին, մեծահասակին, փորձ ունեցողին, այլ սկսեցին նայել ռադիոին։ Մի փոքր տուփ է այնտեղից խոսում է, անեկդոտներ էին սարքել, որ այս սյունը ես ոնց է խոսում։ Էլեկտրականությունից գաղափար չունեին ամեն ինչ։ Այսինքն, տեխնիկան զարգացավ, մարդիկ հետ գնացին։ Այն ջերմությունը, այն սերը, հարգանքը կորավ, բայց տեխնիկան զարգացավ։ Ռադիոյի դեպքում ժամանակ բոլորը նայում էին այդ կետին։ Այնտեղ հարգել ու սիրելու ոչ մի բան չկա։ Բայց կարող էին ռադիոյով մարդկանց գիտակցությունը ընդարձակել։ Չարվեց, որովհետև ուրիշ խնդիրներ կային արդեն։ Մարդը զարգացավ ավելի հեշտացրեց իր կյանքը համեմատաբար։ Եվ
թրթրանքը փոխվեց։ Գյուղերի, քաղաքների, հետո առաջացավ հեռուստացույցը։ Այս անգամ բոլորը նստած մեկ գծի վրա նայում էին մի կետին և ստանում էին նույն սնունդը, հոգևորը չկար, մտավոր զգայական սնունդը։ Այսինքն իրենք իրենց ներքին աշխատանքի հետևանքով չէին կարողանում ստանան այդ սնունդները։ Մեկ ուրիշը պարտադրում էր, իրենք բոլորը մի մակարդակի վրա նստած իրար հետ ոչ մի կապ չունեին, կապ ունեին միայն հեռուստացույցից հաղորդվող նյութի հետ։ Հաղորդակցությունը, կապը ընդհատվեց, կամ թուլացավ, հետո ընդհատվեց։ Հետո առաջացան այս iPad-ները, iPhone-ները, հեռախոսները, այս անգամ արդեն երեխան էլ կտրվեց ծնողից։ Ինչ կատարվեց, տեխնիկան զարգացավ, որպեսզի մեր կյանքը հեշտանա։ Դրա համար սկսեցի զրույցս Իգիլիկյանի դրված այդ նյութից և հիշեցրեցի, որ էվոլյուցիան այսպես է եկել, մարդիկ իրարից հեռացել են, երբ որ իրարից հեռացել են, նրանք արդեն կարիք չունեն ինչ-որ մեկին հարգելու, ինչ-որ մեկին սիրելու, բայց կարիք ունեն հասնելու, վազքով հասնելու, վազքով շտապելով ուտենք, որ չուշանանք, վազքով շտապելով ամուսնանանք, որ չասեն տունն ա մնացել, որ չասեն երևի այս մարդը հիվանդ ա, վազքով շտապելով երեխային դաստիարակենք կամ էլ վերադաստիարակենք բացասաբար, երեխան չի իմանում ով ա իր տերը։ Եթե մեկի մոտ չի կարող անկեղծորեն արտահայտվել, հարց տալ, հարցի պատասխանը իմաստաբար պատասխանել, չգիտի ինքը ով ա իր ծնողը, իր ծնողը, պապիկ, տատիկը այս հեռախոսն են, իր ընկերները, աղբեր, քույրը հեռախոսն ա։ Ես ոչ թե դատելու, մեղադրելու համար եմ ասում, որովհետև սա համամարտկային հիվանդություն ա ծանր։ Այս հիվանդությունները, երբ որ ֆիզիկական պլանում դրսևորում են իրանց ազդեցությունը, դա պատերազմներն են, ջրհեղեղները, երկրաշարժերը, որովհետև մարդը կոչված է մոլորակի, նյութական, ֆիզիկական կյանքը կապել բարձրագույն ուժերի էներգիաների հետ։ Մարդը կապավորն է երկնքի և երկրի, հողի և երկնքի։ Այս կապը շուտվանից կտրված է։ Դրա համար էլ հիմա ընտրությունների շրջանն է եկել, ես ուզում եմ մի քիչ էլ խոսեմ այդ մասին, որ ինչ կարող ենք մենք անել, ամեն մեկս։ Նախ առաջինը ասեմ, որ ոչ մի բան չենք կարող փոխել, որովհետև կարմայական այդ ծանր անիվը բոլորին իր տակ վերցնելով պետք է պարտադրի, որ մենք մեր պարտքերը հանձնենք։ Որ պարտքերը տիեզերքի առաջ, բնության առաջ, ազգի առաջ, ընտանիքի առաջ, մեր բոլոր կարմաները պետք է մաքրվի։ Ոչ թե ոչնչացնելով իրար, այլ մտածելով, լռելով, լուր հասկանալով, թե հենց այս պահին ինչով կարող եմ ես զբաղվել։ Հայհոյեմ են մյուս կողմին, թե չէ, նրանք ճիշտ չեն, են մյուս կողմին։
ում հայհոյեմ, եթե նրանց հայհոյեմ, նրանք շատ ուժեղ են, դրամով են ուժեղ, կաշառքով են ուժեղ, սպանելով են ուժեղ, եթե այն մյուս կողմը չանցնեմ, նրանց հակառակվեմ, բայց նրանք էլ չեն սպանում, նրանք էլ սպիտակ ջարդ են ստեղծում, սուտ խոսելով, խոստումներ տալով, չանելով, ում կողմը անցնի, այստեղ են ասել խեղճ ժողովուրդ, սա չի նշանակում, որ ես այսպես մեկնաբանում եմ, ուրեմն հուսահատության եմ տանում, ինձ էլ ու ինձ լսողներին էլ, բոլորովին, ես այդ մասին շատ եմ խոսել, որ ամեն մարդ փրկությունը պետք է տեսնի իր ներսը, երբ որ Բարաբասը մոտեցավ Հիսուսին ու ասեց, ինչ անենք, դու հեղինակություն ես, առաջնորդիր ես հռոմեացիներին քշենք այստեղից, նայեց ու ասեց իրար սիրեք, չհասկացավ Բարաբասը, այսօր բոլորը Բարաբասներ են, որ ասում ես սիրով կարող ես հաղթել, որովհետև երբ որ սեր ունես, քեզ վերևից օգնում են, բոլոր վեհապետները, բոլոր սրբերը, մարգարեները, դեսպանորդները, էլ չեմ ասում արարիչը, օգնում են, որովհետև քո թրթրանքը, բիոֆիզիոլոգիական, մտավոր և հոգեկան թրթրանքը թույլ է տալիս նմանը նմանին ձգելով, լույսը տեսնելով քո մեջ, որ քեզ և քո շրջապատը փրկվի, փրկությունը հարաբերական է, ցեխի մեջից կհանեն, հողի վրա կդնեն, եթե հողի վրա ես այդ ուժը ստեղծել, հողից կհանեն, կտանեն մի ուրիշ տեղ, որտեղ դու կարող ես ավելի ճիշտ անցնել քո էվոլյուցիան, այնտեղից էլ, եթե արդեն ժամանակը գալիս է, կտանեն բարձրացնեն վերև քո համապատասխան թրթրանքի շերտերը, որ դու էլ չգաս ներքևում ֆիզիկական պլանում, քննություններ հանձնես, քեզ վիրավորեն, դու ներել սովորես, սպանեն, դու էլ փորձես իրեն սպանել, կամ էլ ասես հայր մի բարկանա, նրանք չեն հասկանում, ինչ են անում, դրան հասնել է պետք, մենք ոչ թե դրան ենք ասել, մեկը մի քիչ լավ չի նայում մեզ, արդեն շաբաթներով չենք մոռանում, և այսօր ուզում ենք այդ բնավորությամբ ճիշտ ընտրություն կատարենք, հնարավոր չի, առաջ քո մեջի ընտրությունը պիտի կատարես, ինչից ազատվես, ինչը թողնես, հետո նոր փորձես ընտանիքիդ մեջ, հետո ազգիդ մեջ, հետո մարդկության մեջ կարողանաս ճիշտ էներգիա ուղարկես տիեզերքի մեջ, մենք ծուխ անելով ապրում ենք, են հունգարական ավտոբուսներ կային, որ բարձրանում էին այդ նոր-նորքի ճանապարհներով, Հավանի մոտից մինչև 5-րդ զանգված, ինչ ծուխ էր լինում, որ շարժվում էր տեղից, ավելի վատ, ավելի թունավոր ծուխ ենք անում մենք, մեր մտքերով, մեր զգացմունքներով, մեր սխալ ընտրություններով, մեր անընդհատ հաճույքների մասին մտածելով, մոռանում ենք, որ մարդ ենք, և հիմա եկել ենք, կանգնել ենք մի ընտրության առաջ, որ կողմն էլ ընտրես վատ է, հիմա ավելի վատը չպետք է ընտրես, որը որ գիտես, որ ավելի վատ է, գոնե ավելի վատի փոխարեն լավը ընտրես, ավելի լավը ընտրես, բայց ավելի լավը չկա, այո, համաձայն եմ, ավելի լավը չկա, բայց մենք կարող ենք նպաստել, որ այդ փոքր լավը մեծացնենք, մեր հեռուստաեթերները լարվածության մեջ չպահելով,
մեր մակարդակը չիջացնելով, իրար հույս տալով, ամեն խոսքով, ամեն վարքյան, տան մեջ հուսահատության մեջ չգցելով, լարված ֆիլմեր չնայելով, որ երեխան էլ այնտեղ հեռվից նայի։ Շատ դժվար իրավիճակի մեջ ենք եւ ես ստիպված եմ, որ որևէ մեկին սխալ չհանելով, որովհետեւ ոչ մեկը սխալ չի, բոլորը գործիք են համազգային, համամարտկային կարման ստեղծվելու մեջ, գործիք են։ Այնքան բաներ ենք անում, որ չէինք ուզում անել, որ հետո անցնում է ժամանակը, ասում ենք, ես ինչ արեցինք։ Եվ այնքան բան կա, որ պետք է անեինք ու չենք արել։ Նա չէինք ուզում անենք, արեցինք։ Սա էլ պետք է անեինք, չենք արել։ Որովհետև ինքնազսպում, ինքնակառավարում, ինքնաճանաչում սկզբից չկա, չի ասվել, չի դասավանդվել, չի սովորացվել։ Հիմա անցնենք սովետական միության ժամանակներ առաջ ավելի շատ հին հնում Ցիցերոնի մոտ գնում էին խոսել էին սովորում քաղաքականության մասին, տնտեսության մասին, մարդկանց ոգեշնչելու մասին, ոգևորելու եւ այլ եւ այլն։ Կրթության մասին, կրթությունը ո՞րն էր այն ժամանակ։ Լավ պաշտպանվել, լավ հարձակվել, գրավել, իշխել, այդ էր գլադիատորների շրջան։ Հաճույքը մարդկանց արյուն թափելն էր։ Հիմա էլ եկել ենք այդ օրի, այդ ասի, այդ բանն ենք ասել։ Երբ որ առանձին գաղտնի տեղերում մրցումներ են կազմակերպում, որ անպայման մեկը մյուսին սպանի, որ ասեն, այ ես այսքան դրամ էի դրել, միլիոն էի դրել, հիմա մի 5 միլիոն կշահեմ, օրինակի համար։ Հասել ենք այն պահի, որ մի հատ կոճակը սեղմում են, հանգիստ ինքը տան նստած, ծխելով, բեխերը այսպես խաղացնելով, այնտեղ մի 500 հոգի մեռնում են, մի այդքան էլ վիրավորներ են վերցնում։ Ահա ձեզ մեր զարգացումը դա է։ Դավաճանությունը, պաշտոնաձիրքությունը, դրամապաշտությունը, ուժապաշտությունը, դե հիմիկվա ուժն էլ դրամն է։ Դրա համար էլ պատմությունը ինքը մեզ մաքրելով տանելու ամիկում։ Ցիցերոնից հետո եկանք, չէ՞։ Այսինքն իրենից առաջ էլ Մակեդոնացին հասավ Հնդկաստան, մի փոքր երկիր էր։ Հիմա էլ ինչքան է մնացել այնտեղ։ Հյուսիս արևմտյան մասում մի փոքրիկ պետություն է մնացել Մակեդոնիայից։ Նապոլեոնը որտեղից որտեղ հասավ, Մոսկվայի տակը հասավ, բայց էլի հետ գնաց։ Նույնը Չինգիզ խանը, նույնը Հիտլերը։ Սովետական միության վրա, այսինքն Ռուսաստանի վրա այն ժամանակ, ամեն կողմից հարձակվում էին, Ճապոնիան արևելքից։ 1905 թվականին Նիկոլայ II-ի թագավորության ժամանակ ռուսական Գապոնը եկավ, այսինքն Եվրոպայից ուղարկվեց, եկավ այդտեղ որպես լրտես, որպես եւ փաստորեն Ռուսաստանի վերելքը տնտեսական, քաղաքական եւ ամբողջ կենցաղային կյանքը անվճար մանկապարտեզներ, դպրոցներ, ինչքան կամուրջներ սարքվեց իր ժամանակ։
հրահրեցին, քաշքշեցին, չկարողացան հանդուրժեն Ռուսաստանի վերելքը, սարքեցին 1914 թվականի առաջին համաշխարհային պատերազմը։ 1917-ից, երբ որ արդեն հեղափոխություն էր, բայց 15 թվին էլ արդեն ներ էր քաշված, եւ 1915 թվի հայ ժողովրդի եղերնը ձևակերպեցին, որ դա Ռուսաստանը չփրկեց, չօգնեց, այլ թուրքերին էր վաճառում։ Ով էր այդ ժամանակ լսում թագավորի հրամանները։ Ոչ մեկը 1905 թվականի հունվարի 9-ի արյունալի ուրեմն կիրակի անվանման տակ նրանից հետո ընդհանրապես դավաճանում էին, սխալ հրամանները փոխում էին, առավել ևս ինքը 1916 թվականին դեռ որ թագավոր էր, հրաման տվեց, որ սահմանները բացեն, որ հայերին լրիվ չկոտորեն, որ գան գոնե Ռուսաստանի տարածքը մտնեն եւ փրկվեն։ Բայց ձևակերպվեց, որ այդ թագավորը անտարբեր մնաց հայերի կոտորածին։ Սա ինչ էր։ Սա տեղեկություններ, լրատվական, քայքայիչ տեղեկություններ հայ ազգի տրամադրելու Ռուսաստանի դեմ, դեռ այն ժամանակվանից։ Մենք գիտենք, որ ամեն խոսքի համար պատասխան պետք է տանք, նույնիսկ եթե մտածեցիր, ուրեմն արեցիր, Հիսուսի խոսքերն են։ Դրա համար մենք չհասկացանք, թե ով է մեր թշնամին, այն ժամանակ դեռ։ Ես չեմ խոսում այսօրվա ժամանակի մասին, բայց ուզում եմ ասեմ, ինչ որ ցանում ենք, այն պետք է հնձենք։ Որպեսզի կուսակցության քարտուղար աշխատեն, հատուկ դպրոցներ կային։ Գնում էին այդ դպրոցը ավարտում էին, բարձրական դպրոց, դասընթացներ, որ գային կարողանային, ասենք, կուսակցական աշխատող դառնան։ Տնօրեն նշանակելու համար մի որևէ հիմնարկ ձեռնարկության պետք է անպայման կուսակցական լիներ, որ նոր իրավունք ունենար աշխատի տնօրեն։ Կարևոր չէ նրա գիտելիքը, կարևոր չէ նրա փորձը աշխատանքային։ Մեր կուսակցության ինչու կարևոր չէր, որովհետև վերևից կոճակը սեղմում էին ու դեպի ներքև գնում էր բուրգաձև դեպի հիմքը, դեպի ժողովրդի վիճակը, կենցաղը, նա մտածել պետք չէր, ինչ որ ժամային են պետք է, դրա համար պետք է անպայման կուսակցական լիներ։ Հզոր միությունը, որ մոլորակի վրա ամենաուժեղն էր, ամենան էր, տեխնիկայով, զինպատրաստականությամբ, ամեն ինչով, սպորտով եւ այլն։ Ինչ պատահեց, որ Սումգայիթում այդ հզոր պետության մեջ կոտորեցին հայերին։ Այդ ով էր ծրագրել եւ ինչու համար մենք այսօր այդ սխալ անտարբեր վիճակի մեղքերն ենք քաշում։ Բայց այդքան հզոր էիք, ամենան էիք, այդ ոնց թույլ տվեցիք, որ մի մարդ են խփում, տանում եք նստացնում եք 10 տարի։ Բա ամբողջ ժողովրդին կոտորեցին, Սումգայիթ, Բաքու, Աղդամ, Ասկերան, մանավանդ Բաքու, որ հայերն էին այդ տնտեսությունը բարձրացրել եւ ծանր արդյունաբերությունը, նավթահանքերը, ամեն ինչի տերը, ճարտարապետությունը, բա ուր էր։
Ուր էր մեծ եղբայրը։ Դες պարզ չի, որ Սումգայիթից հետո էլ Բաքուն ու մյուս քաղաքները կսկսվեին, հետո էլ Ղարաբաղը կտային, հետո ով էր ծրագրել եւ ում ժամանակ ազգային պետանվտանգության մի նախագահին այնքան ծեծել էին, որ դեմքը հետո փոխված էր, որ ես տեսա։ Այն մյուսն էլ կամավոր գնաց կախվեց։ Ուր են մեր նախագահները, վարչապետերը, որտեղ էին։ Այդ հետևանքն է հիմա որ գալիս է, որ մի տան մեջ, որ միայն իրար սպանում են, իրար նախանձում են, իրար հետ կռվում են, հիջում են, եւ դրան երեխաներն էլ միայն դա են լսում։ Նրանց հոգևոր մտավոր զգայական սնունդը միայն հայհոյանքն է լինում։ Ում պետք է ընդրես, ով ավելի քիչ է հայհոյում, ով ավելի քիչ մարդ է սպանում, դուք պատկերացնում եք երկու քարի արանքն ենք ընկել։ Դրա համար ես հերվից եկա, քիչ-քիչ մոտենում եմ հիմա այս օրերին, որ տեսնենք, որ ոչ թե այսինչն է մեղավոր, այնինչն է ավելի շատ մեղավոր, այլ բոլորս ենք մեղավոր։ Մենք չենք հանդուրժե, երբ որ 8 հոգու ազգային ժողովի պատգամավորներին շատ իրանց հաճելի զբաղմունքն էր, վերացրեցին, որ հանգիստ տգիտաբար իշխեն այդ լուսավոր Հայաստանի ժողովրդին։ Եվ ոչ մեկը մեղավոր չէր, ոչ մեկը չպատժվեց։ Այդ բոլոր պատժի հետևանքները թափեցին մի ուրիշ մեկի վրա, որը ընդհանրապես գաղափար չունի, ինչ բան է կառավարիչ եւ ինչ բան է առաջնորդ։ Ես մի անգամ եմ ասել, կարծեմ, այս Zoom-ով խոսելու ժամանակ, Ագնի յոգայի մեջ, կենթանի էթիկայի մեջ կա Напутствие вождю։ Հայերեն կարծեմ ուղեցույց առաջնորդին։ Առաջնորդը պետք է հասկանա, ես մի քանի կետեր գրել եմ այստեղ, որ ձեզ ծանոթացնեմ, բայց մի քանիսը ընդամենը։ Այսինքն առաջի մի քանի կետերից եմ գրել, որ գոնե հուշեմ, որ առաջնորդ չկա հիմա։ Առաջնորդը Մոհանդաս Գանդին էր, Ակբար մեծն էր, Անգլիայի 6-րդ դարում թագավորն էր King Arthur։ Առաջնորդը դրանք էին։ Էլի կան իհարկե։ Առաջնորդը պետք է իմանա ինչ բան է պատճառ, ինչ բան է հետևանք։ Պետք է իմանա ինչ է անցյալը, ինչ է հիմա ներկա լինելը, ինչ կյանք է պահանջում, ինչ օրենքներ են պահանջում եւ ինչ է ապագան։ Պետք է իմանա ինչ բան է տեղեկություն, գիտելիք, իմաստություն եւ ինչ բան է աստվածային գիտելիք։ Ինչ բան է սեր սիրահարվածություն եւ կապվածություն, հայրենիքին կապվածություն, հայրենասիրությունից ընդհանրապես գաղափար չունենալ, բայց կապված լինել։ Ծնողի արժեքը ընդհանրապես չիմանալ, բայց կապված լինել։ Ծխախոտի հետևանքները իմանալով, բայց կապված լինելով չազատվել դրանից, նույնը ալկոհոլը, թմրադեղը եւ բոլոր սովորությունները։ Այն ինչ որ սովորություն է եւ չեն կարողանում հրաժարվել, դա թմրադեղ է։ Պետք է խիզախ լինի, տարբերի խիզախությունը դաժանությունից։ Դե ուշադիր նայեք, տեսեք, մեր ղեկավարները, ոչ թե առաջնորդները, ցավով եմ ասում, որ մի հատ առաջնորդ չունեցանք, ունեցանք միայն իշխողներ, ղեկավարներ,
որ իրար ոտի տակ տալով բարձրանում են, հետո սկսում են իրանց մակարդակը պարտադրել ժողովրդին։ Երաժշտության միջոցով, կենցաղի միջոցով, խոսելաձևի խայտարակ իրավիճակը։ Ավելի հուսահատելու չափ մեղավոր են նրանք, ովքեր իրանց շատ բան իմացողի տեղ են դնում և դուրս են գալի ու հայհոյելով, խռովելով, մեղադրելով, դատելով, ամբողջ ժողովրդին լարվածության մեջ պահելով ելույթներ են ունենում։ Ես հիմա թեթև շատ մակերեսային անցա էտապների մասին, որ հասկանանք, որ այսօր ոչ մեկը մեղավոր չեն, որովհետև ով որ իր անելիքը չանի, նա վերանում է։ Վերանում է, որովհետև մի հոգով չի։ Ժողովուրդը պետք է արժանի լինի իր ղեկավարին, ղեկավարն էլ պետք է արժանի լինի իր ժողովրդին։ Բայց ժողովրդի պահանջը տարբեր է, ղեկավարի ցանկասիրությունն էլ տարբեր է։ Իրար հետ չի համընկնում։ Առաջնորդը պետք է իմանա, որ չկա մեծ և չկա փոքր հարցեր, բոլոր հարցերը իրար հետ կապված են, որովհետև գրված է ամենափոքր խնդիրն էլ, ամենաարհամարված մասնագիտությունն էլ, մարդկանց կողմից արհամարված, ոչ բարձրագույն ուժերի կողմից, եթե անում են մեծ սիրով, դա ավելի դրականորեն է ազդում իր շուրջը մթնոլորտի իմաստով, նույնիսկ տիեզերքի իմաստով, չափով, ավելի մեծ ազդեցություն է գործում, քան մեծ գործեր անելը, բայց մտադրությունը խիստ անձնական շահի սկզբունքով։ Ընկճվածությունը հատուկ չէ առաջնորդին։ Առաջնորդին չի կարելի նախանձել, որովհետև նրա վրա շատ մեծ պարտականություններ կան դրված։ Եվ նա կարող է գիշերներն էլ չքնի, բայց այդ խնդիրները լուծի։ Դա առաջնորդինն է, ղեկավարինը չի։ Ղեկավարը շատ հանգիստ քնում էլ է, իր կաշառքները շատ հանգիստ վերցնում է ու ասում է. դե գիտեք, մենք խո չենք գողանում, մենք օրենքով ենք վերցնում։ Եթե մի կողմը համեմատում է իր սխալը իրենից առաջ հանցանքների ու սխալների հետ, նա սխալ ճանապարհի վրա է արդեն։ Նա սուտասան է արդեն։ Երբ որ ասում է ես, որ հիմա դարձա վարչապետ կամ նախագահ կամ ղեկավար, վերջապես տնօրեն, բոլորին պատերին ծեփելու եմ, ասֆալտին փռելու եմ, ես եմ անելու, այն եմ, բոլորը կոպեկ հետ եմ բերելու, բայց ոչ մի բան չի արվում։ Մի քանի ճանապարհներ ասֆալտելով, դպրոցները կարգավորելով, երեխաների դաստիարակության խնդիրը լուծվում է, ամենամեծ դպրոցները սարքեք, 1000 հատ դպրոցներ սարքեք, բայց երեխային պետքա մարդ դարձնենք։ Այդ երեխան հույսով սպասում է, թե ինչ է լսելու, այդ մի քիչ առաջ որ ասեցի են կրակի շուրջը նստածներից, այս մեծերից ինչ է լսելու, այս հեռուստաալիքով ինչ հաղորդումներ են տալու։ Շենքը սարքելով մարդու հոգին վերականգնում ենք, մարդու հոգին փրկում ենք, ազնվացնում ենք, հավատարիմ ենք դարձնում հայրենիքին, կամ ինքը իրեն հավատարիմ է, ինքը իրեն էլ է ծախում փողի համար, ընտանիքն էլ է վաճառում փողի համար, ինչու՞, որովհետև առաջնորդ չունենք, ունենք ղեկավարներ, ղեկը իրանց ձեռքն է, ու այն հեքիաթի մեջի
Գյադեկեսյան անցեք, Գյադեկենյան անցեք, Քաջնազարի մեջ։ Դե ամեն մարդ պետք է իրեն դաստիարակի, իրեն սնունդը կարգավորի, ինչ կարաս անես դու քեզ համար, դրանով զբաղվի։ Սկսի սնունդից, սկսի քո զգացմունքներից, մտքերից, այս ինչ բանը, եթե ինձ անեին, ինձ դուր կգար, եթե ինձ սենց նայեին, ինձ սենց բարևեին, ինձ դուր կգար, ուրեմն փոխի քեզ։ Եթե քեզ դուր չի եկել, դու էլ չանես։ Թող 1000 հոգի կանգնեն, անեն դու մի արա։ Այ ուժը տեղա, ոչ թե այնտեղա, որ ես սրան էլ եմ խփել, նրան էլ եմ խփել, նրան էլ նրա բիզնեսն էլ եմ խլել ձեռքից, նրան էլ ես այսքան հետնորդներ ունեմ, այսքան ինձ ծափահարողներ ու կնդիրներ ունեմ։ Սրա նրա վատից խոսալով մարդը երբեք առաջ չի գնում։ Հիմա ես առանց ջղայնանալու, առանց այն հայհոյելու, կեղտոտ բառեր օգտագործելու, ձեզ ուղղակի ընդհանուր նկարը կիսատ պռատ սենց ներկայացրեցի, որ հասկանամ։ Վերջապես մենք կարող ենք ամեն ճիշտ ընտրությունը մեր ներսը կատարել, եւ այդ էներգիան մեկը մյուսին կձգի, եւ մենք կշատանանք, որովհետեւ թույլ չենք տա, որ որևէ մեկին վնաս տանք, որևէ մեկին մեր մտքերի մեջ, բայց առաջ մեր մտքերը պետք է, մեր մտքերը մաքուր չեն, մենք մտքերի մեջ ինչքան մարդ ենք սպանել վիրավորը, էլ չեմ ասում անցյալ կյանքերում, միայն այս կյանքը վերցնենք, փոքր ժամանակ, անարդարացիորեն քեզ խփել են, դու էլ մինչև հիմա հիշում ես ու վատ ես զգում ու ուզում ես, այ ես սենց կխփեի, սենց կանեի, դուք պատկերացնում եք ամեն վայրկյան ոչ թե րոպե, մեր մտքերը, մեր ֆիզիկական մարմինը ինչքան է տուժում, այդ տեսակ մտքերից, զգացմունքներից եւ առաջնորդը երբեք չի կասկածում իր անելիքի վրա, առաջնորդը երբեք սուտ չի խոսում, ինչ որ շահ ունենալու համար, առաջնորդը միշտ պատրաստ է հրաժարվելու իր գործից, եթե ճիշտ չի առաջնորդում, ժողովրդին բարեկեցության մասին չի մտածում։ Առաջնորդը կարող է իր ունեցվածքն էլ տալ, միայն թե ղեկավարները, որոնք ենթարկվում են առաջնորդին, սխալ թույլ չտան։ Նրանք էլ իրենց բավարարված զգան։ Ամենաքիչով առաջնորդը բավարարվում է, ղեկավարը չի բավարարվում, նա ուզում է ղեկը իր ձեռքին պահի, իր շահի համար, տարբերությունը դա, եթե այս տարբերությունը չիմանա, մի քիչ առաջ որ ասեցի Ցիցերոնի ժամանակ խոսալ էին սովորում կայսրները, գնում էին հատուկ աշակերտի համեստորեն, աշակերտի նման, կուսակցական աշխատող դառնալու համար դպրոցներ էին ավարտում, իսկ առաջնորդ դառնալու համար մաքուր սիրտ է պետք, հավատք է պետք, սեր է պետք, դպրոցներ պետք չեն։ Կարող է 8 լեզու իմանա, 10 լեզու իմանա, բայց հոգին շատ վրդովված ու անզուսպ լինի եւ չկարողանա ոչ միտեղ գեղեցիկ գործեր անի, գեղեցիկը հաստատի, ճշմարտությունը հաստատի։ Ինչի ենք խաբվում թվի վրա, ֆիզիկական ուժի վրա, դրամի վրա, ինչի ենք խաբվում։ Որն է լավը, մի 10 օր սոված նստելը, բայց չեն մեռնի 10 օրում։ Մեռնում են, երբ որ 3 օր սոված մնում են, բայց վախի մեջ։ Հիմա հասկանում եք իմ խոսքերը ինչ եմ ասում։ Վախից են մեռնում մարդիկ, ոչ թե ուտելիք չունենալուց։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ այսօրվա հարցի համար, ավելի շատ
ուղեցույց առաջնորդին, կարծեմ ճիշտ եմ թարգմանում, напутствие вождю։ Մի փոքրիկ այսքան գրքույկ է, որ տեղավորված է Ագնի յոգայի մեջ։ Տեսեք, մեզ ինչքան են օգնում բոլոր հարցերում, եւ քաղաքականության, եւ տնտեսության, եւ հոգեվոր արժեքների, եւ գեղեցիկը պաշտպանելու, էվոլյուցիայի մեջ բարձրանալու, ամեն հարցում անտիկ աշխարհից փիլիսոփաները օգնելով գալիս են։ Հիսուսից հետո անցյալ անգամ էլ ասեցի, հիշեցնում եմ, Բլավատսկայան եկավ, Ռերիխները եկան, արևելքի մեծ ուսուցիչները կային, բոլորը նույն բանն էին ասում, մարդու տեսակը կատարելագործելու մասին։ Ինչը պետք է, որտեղ ինչին պետք է ուշադրությունը կենտրոնացնենք։ Անձնական բավարարման եւ հաճելի լինելուն, թե դրսի գեղեցկությունը ներսի գեղեցկության հետ ներդաշնակ պահպանելու։ Երբ որ աղջիկները երիտասարդ են, նրանք գրավում են իրանց արտաքին գեղեցկությամբ, բայց երբ որ աղջիկները դառնում են տատիկներ, 60-ից հետո, 65-ից հետո, նրանք այդ գեղեցկությունը պահպանում են, եթե մայրությունն են պահպանում իրանց մեջ, մայրությունը ինչ է, քնքշություն, սեր, զոհաբերություն, ներողամտություն, խաղաղություն, համբերություն, այդ գեղեցկությունը ներսից ճառագում է։ Ով որ չի հավատում, ես կարող եմ մի հատ հարց տալ սենց։ Ում ես ընտրում քո հարևանը կամ քո կողակիցը, տատիկին, որը որ այդ բոլոր դրական հատկությունները պահպանել է իր մեջ, որ սեր ունի ոչ միայն իր թոռների նկատմամբ, այլ նաև հարևանի երեխաների նկատմամբ, որ կողքը նստում ես, խաղաղվում ես, թե մի գեղեցկուհի, որ շատ համաչափա, մարմնական համաչափություն ունի, տեսքն էլ գեղեցիկ է, որի հետ չես կարողանում հանգիստ խոսալ, չես կարողանում հանգիստ հաց ուտել, չես կարողանում մի սենյակում քնել։ Ում եք ուզում, որ ձեր կյանքում գոնե մի քանի տարի խաղաղ համագործակցեք ձեր մտքերի մեջ, ձեր զգացմունքների մեջ։ Ես կարող եմ տարօրինակ բաներ եմ ասում, բայց ինձ համար դա տարօրինակ չի, որովհետև ես դրա մեջով անցել եմ, ոչ թե կարդացել եմ ու ձեզ համար այստեղ բանաստեղծություններ եմ ասում կամ ցույց եմ տալի, թե ինչքան բան եմ կարդացել։ Հաշվեք, որ ոչ մի բան չեմ կարդացել։ Ինչ որ ես ձեզ ասում եմ գրքերից, նա ուղղակի ասում եմ, որ այստեղ էլ այսպես է գրված։ Հիմա որևէ մի ղեկավար կորոշի, որ ես ուզում եմ առաջնորդ լինեմ, ինձ ընտրեք, ես այս բոլոր բաները կարող եմ անել։ Եթե ես սկսեմ անել, կարող է ինձ էլ այն 8 հոգու պատգամավորների նման ինձ էլ սպանեն, որովհետև իմ արածը չի համապատասխանի ամբողջ ազգի կարմայական ծանր բեռի հետ, չի համապատասխանի։ Դրա համար եմ ասում, բոլորս ենք մեղավոր, որ մենք այնտեղ, որտեղ պետք է ձայն ունենայինք, ձայն չենք անել, մտածել ենք մեր մարմնի մասին և մեր ընտանիքի մասին։ Դրա համար է Ագնի յոգայում, կենդանի էթիկայում ասում, единение в духе, հոգով պետք է միասնություն լինի, ոչ թե դրամ ունենալով կամ էլ սպորտիվ վարպետները իրար հետ
որպես վարպետներ միասնություն կազմեն, զուգ բռնողները իրանց ընկերությունն ունենան, ֆորսովները իրանց ընկերությունը ունենան, ձկնորսները իրանց, ամեն մարդ իր ներսը պետք է կատարելագործվի և չպետք է համեմատվի հպարտորեն նախանձությամբ ուրիշի հետ, ով ինչ ուզում է անի, ամեն մարդ պետք է սովորի իր ներսը ներել, ներողը բեռնաթափվում է ավելորդ էներգիաներից և այդ պահին փորձում է ոչ թե այդ պրոցեսի մեջ լինել, ներեմ չներեմ, լինել այդ պրոցեսի գեղեցիկը տեսնել, կյանքը գեղեցիկ է, մենք չենք տեսնում այդ գեղեցկությունը, զբաղված ենք անցյալով, զբաղված ենք ապագայով, ներկայի գեղեցիկը երբեք չենք տեսնում, ստուգ եք ձեզ, ամեն վարկյան ինչ մտքեր են գալի, մտքերով աշխատեք դրական երևույթների կողմը պահելով, առաջնորդի պաշտպանության հարցերով զբաղվեք, եթե կա առաջնորդ, օրինակ քաղաքատնտեսության, քաղաքագիտական, պատմական, գիտությունների թեկնածու, դոկտոր և մյուս, բայց եթե ինքը իր մեջ չի ազատվել դեռ հպարտությունից, մեծամտությունից, մրցելու հատկությունից, պահել գիտի, խոսալ գիտի, ոչ թե այն մյուսներին գցեմ, որ ես բարձրանամ, նրա թերությունները նշեմ, որ ես բարձրանամ, ինձ թող ընտրեն, ժողովուրդը, այո, հիմա այն վիճակի մեջ է, որ դժվարանում է, ում ընտրի, որովհետև բոլորը ուզում են առաջնորդ, բայց բոլորը մասնատված, վախեցած չգիտեն, որ ղեկավարին ընտրեն։ Կարծում եմ ես այսօր ձեզ փորձեցի փոխանցել այն գիտելիքը, որը բացատրում է ինչ բան է առաջնորդ, իսկական առաջնորդ, որ ժողովուրդը հույսը դնում է իր վրա, և ինչ բան է ղեկավար, որ կամ նշանակում են, ու ինքը դերասանություն է անում, որ չէ, նշանակված չի, ինչ ժողովուրդն է փրկել, և սկսում է ինչ խոստումներ ասես տալ, այդ ինչ բան է, որ ասում են, շատ լավ գիտեն, որ գյուղերում կիսասոված մարդիկ կան, 93-ից սկսած մինչև այսօր, մանավանդ սահմանամերձ գոտիներում, և ղեկավարը ասում է, մենք օրենքով ենք ստացել այդ միլիոնները, բայց այդ որ օրենքով են նրանք սոված մնացել, բայց այդ օրենքով է, այդ ընչի ձեր փող ստանալը օրենքով է, դուք համեմատվում եք նրանց, ովքեր անօրեն փող են վերցրել, ինչ եք նրանց հետ, համեմատվեք ժողովրդի հետ, որ հիվանդ երիտասարդը հարևանի հավը գողացել է, որովհետև չի կարողանում աշխատանքի գնալ, և ծեր մորը կերակրել է, ինքն էլ է կերել, մի տարի տվեցին հիվանդանը, գնաց նստեց տղան, իսկ 8 հոգու սպանողները, որ հայ ժողովրդի գլուխն էին, ոչ մեկը չնստեց, դե արի ու հիմա ընտրի, և առանց ամաչելու, ես սենց խումբ եմ, ես ես եմ անելու, են եմ անելու, բա որ անում էիր, ինչի չէիր անում, բա որ դու էլ խոստումներ էիր տալի, այդ փողերը բերելու են մեկ կոպեկ հետ հանձնեն, ինչի ոչ մի խոստումը չկատարեցիր, ինչու ժողովրդին այս ընտրության մեջ դրեցիք,
որ չգիտեն, այս կողմը ընտրեն, այս կողմը ընկնելու են անդունդի մեջ, այս կողմը ընկնելու են ցծված սյուների մեջ, սվինների մեջ։ Ագնի յոգայի մեջ, ես էլ ասեմ ու վերջացնեմ, գրված է, սպասայսը քտո может։ Չի ասում էգոիստաբար գլուխդ պրծացրու ամեն փորձանքից։ Նման բան չի ասում։ Այդ հասկանում են նրանք, ովքեր այդ տեսակ մարդիկ են։ Ասում է, որ եթե դու ուզում ես փրկես մեկին, փոսի մեջ ընկած մարդիկ կան, ուզում ես մեկ-մեկ քանես, եւ տեսնում ես ոչ մեկը չի ուզում փրկվի, դու փրկվի։ Փրկվում է նա, ով ուզում է փրկվի, ոչ թե նա, ով որ էգոիստաբար ուզում է իրեն փրկի։ Այդ որ նայում եք, որ շատ դրամ ունեն, պաշտոններ են ձգտում բան, նրանք փրկված չեն։ Նրանք կուշտ են, շատ դրամ ունեն, բայց փրկված չեն։ Նրանց հոգին փրկված չի։ Նրանց մարմինը ապահովված է, բայց փրկված չեն։ Որովհետև հոգին է հավերժական, ոչ թե մարմինը։ Շատ են իմանում, այսօր են մեռնելու, թե վաղը, թե մի տարի հետո, թե մաքսիմում թող 100 տարի հետո։ Այդ փրկությունը։ Բայց այն երեխային, որ տանում են գցում են մանկատները, որ իրանք ավելի լավ ապրեն, ինչ գործ ունեն հիմա։ Մի սխալ արել ենք, թող մայրը գնա մտածի այդ մասին։ Նրանք կարող են փրկվել, փրկություն չկա, կա ապահովություն, իսկ ապահովությունը խիստ ժամանակավոր է։ Որովհետև կամ պաշտոնով, կամ դրամով է։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում ու իրոք ներողություն եմ խնդրում, որ ձեզ էլ ինձ հետ լարվածության մեջ գցեցի, բայց իմ տված լարվածությունը նաև բոլորիս աչքերը ուզում եմ բացեմ, որ հասկանանք ինչը առաջնորդը, ինչը ղեկավարը, ով իրավունք ունի ընտրվի, սուտասանները իրավունք չունեն, դաժան մարդիկ իրավունք չունեն ընտրվեն, պետքա հիմա մտածեն, ինչ անեն, ինչ ծրագրեր ներկայացնեն։ Այսքան ժամանակ դուք լսել եք, որ մի հատ մարդ, որ ուզում է գնա ղեկավար դառնա, իր ծրագրերը ներկայացնի ու կարողանա առանց կարդալու ոգևորված խոստում տա եւ այդ խոստումից գոնե 10 հատից մեկը, երկուսը կատարի։ Ես ձեզ համբերություն եմ ցանկանում, խաղաղություն, հաջորդ հանդիպմանը կաշխատեմ մասնատել, որ չստացվի, որ սենց ամեն ինչից, բայց ոչ մի բան, կկոնկրետացնեմ, որ ես օրինակ ում կընտրեի։ Ստեսին ձեզ, խաղաղություն ձեզ։